Ազգային գրադարանային շաբաթը Գեղարքունիքի մարզային գրադարանում ամփոփվում է հայ աշուղական արվեստի մեծագույն վարպետներից մեկի Աշուղ Ջիվանու 180-ամյակին նվիրված գեղարվեստական ցերեկույթով։ Նախորդ օրերին ընթերցասերներն ու գրադարանի բարեկամները, ինչպես նաև գործակիցները մասնակցեցին մի շարք գրական գեղարվեստական միջոցառումների և հանդիպումների։ Կազմակերպվեցին նաև հոբելյանական միջոցառումներ նվիրված մեր ազգային մեծերին Ալեքսանդր Միասնիկյանին, Սարմենին և Ջիվանուն։ Մեր գրադարանը ակտիվորեն մասնակցեց համայնքային նախաձեռնություններին։ Մենք ներկա գտնվեցինք Վերին Գետաշենի գրադարանի կողմից կազմակերպված հանդիպմանը խմբագիր արձակագիր Տիգրան Նիկողոսյանի հետ։ Շաբաթվա կարևոր իրադարձություններից էր նաև մեր մասնակցությունը Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում կայացած միջոցառմանը նվիրված մատենագետ Ռաֆիկ Ղազարյանի ծննդյան 80-ամյակին։ 1200 երգ և 600 բանաստեղծություն է հեղինակել հռչակավոր Աշուղ Ջիվանին։ Դրանցից մեզ է հասել շուրջ 800 երգ, որից 550-ն է միայն տպագրված։ Աշուղ Ջիվանու շնորհիվ հայ աշուղական արվեստը հայացավ, մաքրվեց օտարաբանություններից, հայ երգարվեստին ոչ բնորոշ ելևէջներից։ Մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով։ Ջիվանին տիրապետում էր նաև արևելյան երգի գաղտնիքներին, գիտեր պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ջիվանին երգել է համերաշխություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը։ Ջիվանու ստեղծագործություններից շատերը բարոյախրատական, խորհուրդ հորդորի բովանդակություն ունեն։ Պատահական չի, որ աշուղի շատ տողեր դարձել են թևավոր խոսքեր։ Նրա ձախորդ օրերը մեզ հույս են տվել դժվարին պահերին, իսկ նրա բարոյական դասերը մինչ օրս արդիական են յուրաքանչյուրիս համար։ Ձախորդ օրերը ձմռան նման գուգան ու կերթան Ինչպես ընկել եմ, այնպես վերկենամ, դիմակավոր ընկեր, խրատըտ պետք չէ, թող իմ հորս պապիս ճամփով Առանձնահատուկ ոգով ու շնչով է հնչում Աշուղ Ջիվանու հայրենասիրական քնարը։ Այս թեմայով նրա երգերը միշտ արդիական են և լի հայրենիքի նկատմամբ անսահման նվիրումով։ Աշխարհը շատ ունի զարդարանք ու զարդ, սակայն նրա զարդը ուրիշ է, ուրիշ։ Նախանց ժանգոտ մարդը չի սիրիլ աշուղ, աշուղ սիրող մարդը ուրիշ է, ուրիշ։ Նրա արժեքները բարձր են գնահատել ոչ միայն հայ, այլև օտար շատ ականավոր գրողներ, բանաստեղծներ և գրականագետներ։ Գորկին, Բրյուսովը, Բլոկը, Մարը և ուրիշներ նրան անվանելով իր ժամանակաշրջանի մեծագույն մտածողներից ու բանաստեղծներից մեկը։
Սուրբ տաճար մայրիկ, Սուրբ տաճար մայրիկ։ Լսարանը համակարծիք է։ 180 տարի անց էլ Աշոկ Ջիվանու երգերն ապրում են հայ երգը սիրողների սրտում եւ շարունակում են մնալ հայ մարդու հոգու արձագանքը։ Երևելի Աշողի ստեղծագործական ուղու ներկայացումն ամփոփվում է նրա կյանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ։ Ահա այսպես Աշոկ Ջիվանին ապրեց իրեն վիճակված հակասություններով ու ճակատագրի դառնություններով լի կյանքը։ Այսօր մենք փաստեցինք, որ 180 տարի անց էլ Ջիվանին մեզ հետ է, նրա երգը հնչում է, իսկ պատգամը վառ մնում մեր սրտերում։ Թող այդ պատգամները միշտ ուղեկից լինեն մեզ պահելով մեր լեզուն, մեր երգն ու մեր ինքնությունը անաղարտ։